իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքը ողջ է ասում։ Սարան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մանկուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարելույս էլի բարեկամներ, մենք Աստծո շնորհքով եւ ողորմությունով շարունակում ենք մեր ուղիղ եթերները եւ այսօր միացել ենք Մարսել, մեր սիրելի Հովհաննես եղբայրի հետ։ Հովհաննես եղբայր, բարի լույս, ինչպե՞ս եք։ Բարի լույս, Աբրահամ եղբայր։ Շատ լավ եմ, բարդ տիրոջ։ Այս առավոտ ժամին մեր ժամերը տրամադրելու տիրոջը իսկապես ժամանակը ցախով առնելով Այո տեսնելով մեր ժամանակները ինչ չար են, ինչ խառնաշփոթ է աշխարհում այսպես առանցնանալ առավոտյան ժամերին եւ տրամադրվել տիրոջը խոսքին շատ լավ բան է Իհարկե, ամեն, հենց այդ իմաստով էլ նպատակով էլ մենք այս եթերը ունենք եւ Փարթիրոջ բավականին երկար տարիներ իրոք Աստծո շնորհքը կա այս ծրագրի մեջ երևում է եւ Տերը շատ ուրախ է վստահ եմ որ այս ծրագիր ունենք Հովհաննես եղբայր եւ ուրեմն ձեր քարոզներից մեկը մի փոքրիկ դրվագ, որը այս ռեկլամի մեջ ունենք, հենց այդ խոսքն է հնչում, ժամանակը փրկենք։ Այսօր կարծես թե հենց այդ գործն ենք անում առավոտ շուտ։ Մենք փրկում ենք մեր ժամանակը։ Շատ լավ։ Այսօրվա թեման շատ հրաշալի թեմա է, ուրեմն հոգուց ծնվածը։ Ինչ կասեք վերնագրի շուրջ։ Իմ համար շատ հետաքրքիր բաներ բացվեցին Տերոջը խոսքից այս հարցերի վերաբերյալ ես կուզեմ այսօր խոսել Աստծո ծնող լինելու կամ նրա ծնելիության մասին որովհետև մենք սովորաբար ասում ենք այո Աստծոց հոգուց ծնվածը հոգի է բայց այստեղ ես ուզում եմ շեշտավորել այդ ծնելիության վրա ծնված որ Աստծուց ինչ-որ բան է ծնվում ուրեմն ոչ թե ասենք այո կխոսենք նրա հոգի լինելու մասին կխոսենք նրանից ծնվածի որ նույնպես հոգի է դրա մասին բայց ուզեմ որ այսօր նկատենք այդ ծնել բառի կարևորության մասին ծնունդ Ինչպես է տեղի ունենում process-ը ծնունդի Այո, որովհետև մենք գործ ունենք Տեր Աստծո հետ, այսինքն Յահվե Աստծո հետ, որը ծնելու բնույթ ունի։ Շատ հետաքրքիր է եւ այդ ծնելու բնույթի հետևանքն է, որ նրան դարձնում է հայր, իսկ ծնվածին որդի։ Ես ես մասին մի փոքր խոսել եմ, երբ որ անցած անգամ Աստված սեր է, Աստված լույս է եւ Աստված հոգի է այս բաժնով, որ ցույց տվեցինք, որ Աստված հոգի է եւ ունի երկու կողմ, այսինքն ծնելու, ծնելը եւ ծնված։ Կա ծնող, կա ծնված։ Շատ կարեւոր է եւ բնականաբար մենք գիտենք որ որևէ բան ծնելու համար անհրաժեշտ է սերմ։
Հա, Իհարկե։ ուրեմն այս բաները, այս հետաքրքիր թեմայի մասին պիտի զրուցենք միասին։ Ես միած sense հարց էլ բարձրացնեմ, չգիտեմ, եթե թեմայի մեջ է թե ոչ, շատ նախանձավոր է մի տեսակ եւ վստահ եմ նրանք ովքեր վերստին ծնված են, իրանք կհասկանան ինչի մասին է խոսքը, որովհետեւ նրանք էլ են այդպեսին ծնված լինելու փաստերը կամ սիմպտոմները կամ այսպես ցուցիչները ինչով ենք հասկանում, որ ծնված ենք, որտեղ սա շատ կարևոր է։ Մեզ ինչ որ մեկը ասել է, թե գիտես, երբեմն այդպես էլ է։ Ինչ որ մեկ ինձ ասեց, որ ծնված եմ, ես էլ հավատացի նրան, որ ծնված եմ։ Թե իրականության մեջ այդ երկնային, այսպես ասած, վերապրումները, փորձառությունները իրոք ունենք, մենք իրոք գիտակցության ենք գալիս, որ մենք հայր ունենք, մենք անտեր չենք, հա, իրոք ծնված ենք, մենք կանք, այսպես ասած, հոգևոր իմաստով։ Սա էլ ինչ կասեք սրա մասին եւ անցնենք երկի բաժնին եւ միանգամից խոսքի մասը։ Այո, անպայմանորեն կապ ունի ասածդ, քանի որ Հովանու թղթերը այնտեղ է, որ հիմնականում մենք տեսնում ենք, թե վերստին ծնվածը ինչ ապացույցներ ունի իր վերստին ծնված լինելու վերաբերյալ։ Հովանու թղթերը դա ասում է, շատ հստակ, թե որոնք են Աստծուց ծնված լինելու ապացույցներ մեր կյանքի մեջ։ Հենց որ մենք դրանով կանցնենք որոշ չափով, բայց նախ եւ առաջ այդ ծնելիության կամ Աստծո ծնող լինելու բնույթի կարևորությունը շատ կարևոր է։ Որ այդ վերստին ծնունդ ապացը ինչ կարևորություն ունի։ Շատ լավ, անցնենք երկի բաժնին, մինչև մեր սիրելիները, նրանք ովքեր չեն միացել կմիանան եւ հետո կանցնենք արդեն խոսքի մասը։ Ես ուզում եմ լինել քեզ նման, մեր սիրելի Էլեն Ասատրյան քրոջ կատարմամբ, եկեք ըմբոշխնենք։ Ես ուզում եմ լինել քեզ նման, լինել այնպես են ինչպես դու, վել մարդկանց ինչպես դու ես վել, արարել ու սիրել ինչպես դու, ծովեր կամ ներսուրտերում պոթորկվող, որ խապ են ուսում, երկեր կամ բացավ վերահավոր, որ ուզում եմ բուժել ինչպես մեջ ու սիրել ինչպես դու կյանքեր կան մեր կողմերում մոլորված որ գրկող ձերք են ուսում սրտեր կան փակ բարեր չլիսված որ ուզում եմ լսել ինչպես դու կյանքեր կան մեր կողմերում մոլորված որ գրկող ձերք են ուսում սրտեր կան փակ բարեր չլիսված որ ուզում եմ լսել ինչպես դու Ես ուզում եմ մերնել քեզ նման Ամեն օր սովել ինչպես դու Սովելով արարել ու երբեք չսպարվել ու լինել այնպիսին ինչպես դու Երանին նրանց որ այնպես են ապրել այնպես ինչպես դու Իրել սիրել չարչարվել ու խաչվել ու խաչն են տարել ինչպես դու
Եվ մեռնեմ եւ ապրեմ ինչպես դու Ես ուզում եմ լինել քեզ նման Ես ուզում եմ լինել քեզ նման Ես ուզում եմ լինել քեզ նման Ես ուզում եմ լինել քեզ Ամենակարևոր ցուցիչներից մեկը հենց սա է, որ հասկանում ենք, որ մենք նրանից ծնված ենք, երբ որ մեր մեջ կա փափագներ եւ ցանկություններ նրա նման լինելու։ Չէ, Հովհաննես եղբայր։ Շատ շնորհակալ ենք եւ լսում ենք քեզ սիրով։ Մի վարքյան կապը մի քիչ կտրտվում է։ Մեզ մոտ շատ լավ է։ Մենք լսում ենք քեզ, շատ հիանալի է։ Հա, հիմա ոնց որ շտկվեց։ Շատ լավ։ Ուրեմն եկեք սկսենք մեր թեման։ Ալո։ Այո, լսում ենք, Հովհաննես եղբայր։ Հա։ Եթե դուք լավ լսում եք, ես Շատ լավ։ որտեւ իմ մոտ չգիտեմ։ Հա։ Ուրեմն ես շատ հետաքրքիր մի բան նկատեցի այս շաբաթ, անցած շաբաթ։ Ես նկատեցի, որ Հովանու թղթերի մեջ Հովհաննեսը չի գործածում Սուրբ Հոգի դարձվածքը։ Սարմանալի է։ Ինքը, որ իր ավետարանի մեջ խոսում է, որ Հիսուսի խոսքերը, որ հոգուց ծնվածը հոգի է, Հովանու 3:6-ը, մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է եւ այլն, բայց իր թղթերի մեջ չի խոսվում հոգու, Սուրբ Հոգու մասին։ Մեկ տեղ կա, որ Հովանու 5-րդ գլուխ 7 համարն է, որը ասում է երեքն են, որ վկայում են երկնքում Հայրը, Բանը եւ Սուրբ Հոգին, բայց շատերս գիտենք, որ այդ հատվածը փակագծերի մեջ է եւ դա հայտնաբերվել է շատ ուշ, ինչ որ ձեռագրի մեջ լուսանցքում գրված ձևով։ Ուրեմն դա ավելացված է։ Իօգուտ այդ ժամանակվա վարդապետական հարցերի։ Բայց ընդհանրապես զարմանալի է, ես դա նկատեցի։ Եվ դրա կողքին նկատեցի նաև, որ Հովհաննեսը շատ է խոսում հոր եւ որդու վերաբերյալ եւ ծնունդի վերաբերյալ։ Ուրեմն իր գլխավոր թեման հայր եւ որդի հասկացողությունն է եւ Աստծուց ծնվելու վերաբերյալ է հաճախ խոսում։ Ես ուզում եմ մի քանի համարներ ընթերցել, որ տեսնենք այդ ասացների ճշմարիտ լինելը։ Տեսեք, օրինակ հենց սկզբից թուղթ, առաջի թուղթ Հովանու առաջի գլխի, ուրեմն երրորդ համարից կամ առաջի համարից կարող ենք կարդալ, ասում է այն, որ սկզբիցներ, շատ կարևոր եմ համարում այս բոլոր խոսքերը, սկզբիցներ, ինքը, չէ որ ինքն էր իր ավետարանը այդպես սկսել, որ սկզբում էր բանը։ Հիմա ասում է այն, որ սկզբիցներ, որ լսեցինք եւ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք եւ մեր ձեռքերը շոշափեցին, կյանքի բանի համար։ Եվ կյանքը հայտնվեցավ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր եւ երևցավ մեզ։
Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ եւ մեր հաղորդությունը Հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Առաջի հայացքից մտածում ենք մեր ուրախությունը այս հարցերի հետ ինչպես է կապված։ Օրինակ, հիմա ընթերցեցինք, մեզանից որևէ մեկը ուրախացավ, ինչն էր, եթե պատճառն ինչն է ուրախության։ Բայց այստեղ ասում է, որ ուրախանալու պատճառ կա։ Եվ խոսում է, որ մեր հաղորդությունը Հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Ինձ համար բավական լուրջ հարց է սա։ Նաեւ երկրորդ գլխի մեջ 22-րդ համարը 22-23 կկարտանք հիմա եւ 24 ասում է ով է ստախոսը եթե ոչ նա որ ուրանում է թե Հիսուսը չի Քրիստոսը նա ներն է որ ուրանում է Հորը եւ որդուն ամեն ով որ որդուն ուրանում է Հորն էլ չունի եւ ով որ որդուն դավանում է Հորն էլ ունի արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը լսում եք նորից սկիզբը թող բնակվե ձեզանում եթե բնակվե ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք դուք էլ կբնակվեք որդու եւ Հոր մեջ սա Եվս մի տեղ, որ մենք տեսնում ենք, որ Հովհաննեսի միտքը կենտրոնացված է Հոր եւ որդու այս հասկացողության վրա։ Մենք չենք տեսնում այստեղ Սուրբ Օքի, ինչպես մենք սովորաբար անընդհատ կրկնում ենք Հայր որդի Սուրբ Օքի, Հայր որդի, չէ՞, տեսնում եք դուք մի ուրիշ բնույթ կա այստեղ Եվ հիմա պիտի տեսնենք, թե ինչու է այսպես, որովհետև իր համար Սուրբ Օքին ներկայացնում է ծնելիության բնույթ։ Դրա համար ինքը ծնելիության վրա է շեշտը դնում։ Գիտեք ինչ, առանց ծնունդի հնարավոր չի, որ գոյություն ունենան հայր եւ որդի։ Որովհետեւ ծնունդով է պայմանավորված ծնողի հայր լինելը եւ ծնվածի որդի լինելը։ Եթե չկա ծնունդ, չկա նաեւ հայր եւ որդի։ Համաձայն եք։ Եվ չկա ծնունդ առանց սերմի։ Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ Հովհաննեսը այս ծնունդի վերաբերյալ շատ խոսքեր ունի։ Համարյա բոլոր գլուխների մեջ, եթե մենք ուշադիր կարդանք, կտեսնենք, որ հիմնական խոսքը սրա վրա է։ Աստծուց ծնվածը եւ այլն։ Եվ ինչպես քիչ առաջ ասացի, ինչպես իմանանք վերստին ծնունդը ինչ նշաններ ունի, ինչ արտաքին նշաններ ունի, որով կարող ենք վստահ լինել վերստին ծնունդի վերաբերյալ Հովհաննեսը շատ հստակ ասում է շատ բաներ ինչպես երգի մեջ էլ ասվեց դրա նշաններից մեկն է Քրիստոսին նմանվելը վերստին ծնունդի նշան է որովհետև վերստին ծնվածը Աստծո որդի է ուրիշ մեկին չի կարող նմանվել բացի այն էտալոնին որը կոչվեց Աստծո որդի ամենասիրելի որդին սա է սրան պետք է նմանվենք, սրան պետք է լսենք, սրա անունով պիտի գործենք եւ այլն։ Ուրեմն Աստծո որդին ուրիշ բնույթ չունի։
Սա նշաններից այդ երկը այդ նշաններից մեկն է վերստին ծնունդի։ Եթե չկա նրան նմանվել, վստահ չենք այդ վերստին ծնունդի վերաբերյալ։ Որտեղ վերստին ծնվածը նորից եմ գրկնում Աստծո որդի է։ Եվ հոգի է, որտեղ հոգուց ծնվածը հոգի է։ Այդ հոգին ունի բնույթ, բնություն, նատուրա, բնավորություն, այդ բնավորությունը Աստծո բնավորությունն է։ Այս բնավորությունն է կարևոր։ Աստծո որդին չի որոշվում նրանով, որ ես ասենք ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, մասնակցում եմ այսինչ բաների, ինչ որ բաներ ենք կազմակերպում եւ այլն։ Դրանով չի։ Աստծո որդու լինելը հայտնի է Աստծո բնավորությամբ, Աստծո բնությամբ, որ Աստծո որդին ինչ-որ բնությունը ունի։ Հովանես եղբայր, կներես մի փոքրիկ դիտարկում էլ կրկնօրինակելու մասի չի խոսքը, վստահ, նմանվելու մասին է, որտեղ սրանք տարբեր բաներ են եւ խաբուսիկ են երբեմն։ Ես անգամ ավելի ուրիշ բառ գործածեմ նույնանալու, նմանվելու նույնանալու, այսինքն Աստծո որդու հետ նույնանալու։ Հիմա տեսեք, եկեք նաև երկրորդ գլխի մեջ կարդանք Հովանու երկրորդ թուղթ առաջի գլուխ երրորդ համարը ասում է երկրորդ Հովանու առաջի գլուխ երրորդ ձեզ հետ լինի շնորհք ողորմություն խաղաղության Աստված Հորիցը եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը հոր որդուցը ճշմարտությունով եւ սիրով դուք տեսնում եք որ Հովանեսը շեշտադրում է չի բավարարվում ասելով որ խաղաղության Աստված Հորիցը ցույց է տալիս որ Աստված Հայր է եւ Տեր Հիսուս Քրիստոսիցը ցույց է տալիս որ որդին Տեր է եւ շեշտում է հոր որդուցը այսինքն այստեղ ինքը ծնունդի հարց է բարձրացնում երբ որ խոսում է հոր եւ որդուց անմիջականորեն անհրաժեշտ է տեսնել այստեղ Աստծո ծնելու էությունը բնույթը հակառակ դեպքում չի կարող լինել ոչ հայր ոչ որդի Հայրը եւ որդին պայմանավորված է ծնունդով։ Ինքը հայր է դառնում, երբ որ ծնում է, իսկ ծնվածը դառնում է որդի։ Հիմա հարց է առաջանում, թե ինչու է Հովանեսը այսքան մանրամասն ձևով անընդհատ կրկնում այս ծնելիության վերաբերյալ, որտեղ ամեն անգամ ինքը շեշտելով հայր որդի, ինքը շեշտում է ծնելիության գաղափարը։ Հարց է առաջանում, երբ հայր դարձավ եւ երբ եղավ որդի, այսինքն այդ ծնունդը երբ տեղի ունեցավ, որ որոշեց նրա հայր լինելը եւ ծնվածի որդի լինելը։ Մենք գիտենք, որ Աստված հոգի է, աներևույթ, անտեսանելի, եւ եթե նա ինքզինք չարտահայտեր, այսինքն չհայտներ, իրեն ոչ ճանաչել, ոչ իմանալ, ոչ տեսնել, ոչ հասկանալ կլիներ, ոչ էլ հավատալ, անկարելի կլիներ։ Ուրեմն ինքզինքի արտահայտումը, որը Հովանեսը կոչում է սկիզբ, որտեղ հավիտենականության մեջ սկիզբ հասկացողությունը դժվար է ըմբռնել, եթե ոչ սկիզբ ունի ոչ վերջ, ինչ է սկիզբ, բայց այստեղ սկիզբը բանից պարզվում է հոգի եղող կամ Տերոջը միտք եղող էության արտահայտումն է, այդ արտահայտությունը կոչվում է բան կամ օծություն
Քրիստոս, որ այդ բանն է, տեսնում եք շատ հետաքրքիր է, եւ քանի որ այդ բանը արարող բնույթ ունի, ոչ միայն ծնող, հապա արարող, նա նաև Աստված է կոչվում, որտեղ Աստված ասածը արարիչի հետ է կապված։ Եթե չկա արարչություն, դժվար է խոսել Աստծո գաղափարի մասին, որպես Էլոհիմ ի նկատի ունեմ, ընդհանուր հասկացողության, որտեղ Աստված հասկացողությունը Էլոհիմ բնութագրով նշանակում է արարիչ, պաշտամունքի առարկա։ Եթե պաշտող չկա նաև այդ Էլոհիմ հասկացողությունը, որտեղ Էլոհիմ հասկացողությունը նաև կռապաշտների համար կա, նրանք էլ են Աստված պաշտում, այդ Էլոհիմ ասածը նաև կուռքեր կարող են լինել, բայց մենք գիտենք, որ Աստվածաշունչը մեզ ներկայանում է մի ուրիշ անունով, որը 4 տառ է ներկայացնում, եւ մենք դա թարգմանել ենք կամ Տեր Աստված, կամ Եհովա, կամ Յահվե Աստված, որ այդ 4 տարին է փոխարինում։ Այդ 4 տառը հավիտենական հոգի է, անտեսանելի, անըմբռնելի։ Անկարելի է նրա մասին որևէ բան խոսել, որևէ սահմանում տալ, որովհետև հավիտենական է, չի կարելի սահմանել, հնարավոր չի, չի կարելի բացատրել, որովհետև հենց բացատրիչիր կուռք է դառնում, ոչ մի կերպ հնարավոր չի։ Այդ պատճառով է, որ նրա անվան վերաբերյալ էր դժվար է որևէ բան ասել, անգամ հրեաներին, նրանք չեն կարողանում հասկանալ այդ անունը եւ ճիշտ ձևով անգամ արտահայտել եւ չեն էլ արտահայտում, վախում են, որ պարապտեղը տված չլինեն կամ ուղղակի չգիտեն, որովհետեւ ասում են անուն, այսինքն Աշեմ, անունը։ Շնորհակալ ենք անունից, փառք անունին։ Այսպես։ Հիմա այդ անըմբռնելի Եհովա, Տեր Աստվածը, լատինական թարգմանությունները թարգմանել են էտերնել, այսինքն հավիտենականը, այդ 4 տառը այդպես են թարգմանել։ Կամ բարձրյալը, ամենաբարձրյալը, Սևիշնի ռուսերենով։ Հիմնակ այո, տեսնում ես շատ հետաքրքիր է, որ այսինքն որպեսզի այտենց անհասկանալի 4 տառ չգրեն, բայց հավիտենականը այո, իրոք այդ 4 տարի էությունն է։ Հեռու չի ճշմարտությունից, այսինքն այդ եսեմի բնույթն է, որ նշանակում է միշտ է, միշտ կա։ Ուրեմն, բայց այդ էությունը բանից պարզվում է, որ հոգի է, որ սուրբ է, այսինքն սուրբ հոգի է, ծնելու բնույթ ունի։ Ես սրա վրա եմ ուզում շեշտը դնել, որ սրանք մի քիչ խորունկ բաներ են, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք իմանանք։ Ծնելիության բնույթը այդ հավիտենական էակի ինքն արտահայտումն է, այսինքն իր էության արտահայտումը։ Հիմա օրինակի համար ես որ խոսում եմ, իմ մտքի մեջ եղածն եմ խոսում։ Իմ միտքը կամ իմ հոգին բովանդակություն ունի։ Նրանից, նրա մեջ հղանում է միտք, եւ այդ միտքը կմնա միտք, եթե չարտահայտվի, ոչ ոք չի իմանա, այսինքն աստծոպես կդառնա անտեսանելի, անըմբռնելի։ Բայց երբ որ դառնա խոսք, բան, եւ ինձնից դուրս գա, այդ դեպքում ես այդ անհասկանալի հղացած միտքը կարտահայտեմ, եւ այդ արտահայտվածը կդառնա այդ մտքի որդին։ Այդ ժամանակ այդ միտքն էլ, այդ հոգին էլ կդառնա հայր։ Ուրեմն հայր եւ որդի հասկացողությունը մեջտեղ է գալիս այն ժամանակ,
երբ այդ հավիտենական երևակայելի էությունը ինքզինքը արտահայտում է բանով եւ այդ ինքզինքը արտահայտելու երևույթը կոչվում է սկիզբ ու զարմանալին այն է որ երբ արտահայտում է արարում է այսինքն իր աստված բնույթն է արտահայտում արարիչ Եհովան արտահայտում է իր արարչական բնույթը, այսինքն իր աստված բնույթը, Էլոհիմ բնույթը։ Սա կարևոր է, որովհետև այս է ծնունդը։ Տեսեք, եթե կարդանք Կողոսացիս առաջի գլխի 15 համարը, Կողոսացիս առաջի գլխի 15 համարը ինքը ներկայացնում է, որ այդ Քրիստոսը, այսինքն այդ արտահայտությունը, այդ բանը ինչ է ասում, որ աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված կամ որոշ թարգմանություններ ասում է առաջի ծնունդը, առաջի ծնվածը, որ երբեմն սխալ է ըմբռնվում որոշ հավատացյալների կողմից, ինչպես Եհովայի վկաները, որոնք ասում են նա դա անդրանիկ է եւ անդրանիկ է արարչության, այսինքն առաջի արարչությունն է։ Բայց ճիշտ չէ սա, ես պիտի խնդրեմ, եթե լսողներ կան, անդրանիկը ծնունդի հետ կապ ունի, ոչ թե արարչության։ Երբ որ ասում ենք սա անդրանիկ է, նշանակում է առաջի ծնված, ոչ թե առաջի արարչություն։ Թեև այդ բանը նաև արարիչ է, խոսքը, բայց նա ծնվելով է արարում, նա ծնվելով է արարում, նա ստեղծվելով չի արարում։ Նախքան արարելը ծնունդ պետք է լինի։ Եվ այդ ծնունդը այստեղ ասում է, որ այդ երևույթ պատկերն է ստեղծվածներից կամ արարչությունից առաջ ծնված։ Տեսնում եք, ուրեմն այդ բանը արարչությունից առաջ, այսինքն չկա ոչ մի արարչություն, բայց ծնունդ կա։ Եվ այդ ծնունդը այդ բանն է։ Հետո մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի բան, որ այդ բանը մարմնանում է, գալիս է եւ նույն հոգու կողմից ծնված մարմնի մեջ, որտեվ Հիսուս մարդը հոգուց է ծնվել, նա կույսից է ծնվել, դա շատ կարևոր է։ Գենետիկ առումով կապ չունի մեղավոր մարդարարածի հետ։ Ոչ էլ Մարիամի հետ, եթե ոմանք համաձայն չեն ինձ հետ, ազատ են, բայց այն հոգին, որ կարող էր արական սերմ առաջ բերել, նա կարող էր նաև իքական կողմը արարել։ Հենց որ այդ պրոբլեմը, որ ոնց կլինի, եթե Մարիամից է ծնվել, ուրեմն անպայման Մարիամի գեները կան նրա մեջ եւ այլն, ոչ, չկան։ Աստծո նպատակը այն չէր, որ մարդու մեղավոր բնույթի գենետիկան հաղորդեր այն մարմնին, որի մեջ ինքը ամբողջովին պիտի բնակվեր եւ նույնանար։ Ես եւ հայրը մեկ ենք դառնալով։ Այս խնդիրը մեծ խնդիր է եղել լույսի պակասի պատճառով, որովհետև այս հանգամանքը հաշվի չի առնվել։ Ինչու Աստված կարող է, Սուրբ Հոգին կարող է մեջտեղ բերել արական քրոմոսոմները եւ ոչ իգական։ Շատ ավելի կարող է, եթե նրան հավատում ենք, մյուսին էլ պետք է հավատանք։ Եւ այդ մեծ խնդրը, որ ուրեմն եթե Մարիամի գենետիկան խառնված է, ուրեմն Մարիամը անպայման պետք է լինի առանց մեղքի ծնունդ։ Այսինքն իմակ
Immaculée Conception ասածը, որ կաթոլիկ եկեղեցին է մեջտեղ բերել, տեսնում եք, ես այդպես չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ Աստված իր համար մարմին է արարել մարդ արարածի մեղավոր բնույթ ունեցող գենետիկայից բոլորովին տարբեր։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ ասում է նա այս տեսակ մարմին ուներ, բայց առանց մեղքի։ Հիսուսը, ոչ թե Մարիամը։ Մարիամը կարիք ուներ նույն Սուրբ Հոգու բնակության, մկրտության, ինչպես Պենտեկոստեի օրը բոլորի հետ միասին ինքն էլ կար։ Ուրեմն, այս ծնունդը, այս բանը, որ հետո մարմին եղավ և եղավ մեր հետ, այսինքն Հիսուսը ապրեց, ցույց տվեց, թե այդ բանը, այդ հոգու սերմով ծնվածը, ինչ բնույթ ունի այս տեսակ մարմնի մեջ։ Եվ մենք ունեցանք Աստծո որդու էտալոն մարմնի մեջ։ Հիմա մեր և նրա տարբերությունն նա է, որ նրա մեջ մեղք չկա, մեր մեջ կա։ Նրա մեջ մեղքի օրենք չի գործում, մեր մեջ գործում է։ Դա շատ բան է փոխում, որովհետև եթե մենք ստիպված ենք մեր եսի մահով պայմանավորված Աստծո որդու աճին, որից հետո մենք կարող ենք համապատասխան չափով հայտնություններ ստանալ մեր երկնավոր հորից, ինքը չուներ այդ խնդիրը։ Իր մեջ չկար մեղքին մեռնելու կամ ասենք վերստին ծնվելու իր պետքություն չուներ, տեսնում եք։ Եվ նրա համար բաց էր, ամբողջովին բաց էր հոր և իր միջև եղած կապը, վարակույր չկար, բաց էր։ Այդ պատճառով էր ինքը ասում, որ ես որպես մարդ կամ, բայց ոչինչ չեմ անում, իմ մեջ բնակվող հայրն է միայն, ինչ որ ասում է, այն եմ ասում, ինչ որ անում է, այն եմ անում, ինչ որ ցույց է տալիս, նա եմ ասում։ Ես ու նա մեկ ենք։ Տեսնում եք, ուրեմն այս տեսակ հարաբերությունը հոր և որդու հետ ցույց է տալիս, որ այս ծնունդը, որ տեղի ունեցավ արարչությունից առաջ որպես բան, որպես մտքի արտահայտություն, որպես հավիտենական մտքի, որը կոչվում է Տերոջը միտքը, որ ոչ ոք չգիտի, Տերոջը միտքի այն իմանալի մասը կոչվում է Քրիստոսի միտք։ Այսում է Տերոջը միտքը ոչ ոք չգիտի, բայց Քրիստոսի միտքը ունենք։ Ինչու՞, որովհետև Քրիստոսով է արտահայտված այն միտքը, որը վերաբերում է մեր փրկությանը։ Դրա համար այդ միտքը Հիսուս անունով մեկի մեջ ամբողջովին բնակվեց փրկության համար։ Այդ միտքը անսահման է։ Այդ միտքը ճանաչելը հավիտենական կյանք է, անկարելի է այդ բոլորը իմանալ, բայց այնքանով, որքանով Քրիստոսով արտահայտված է, դա է անհրաժեշտ և Աստծո որդիների համար ծնվելու, նրան նմանվելու, աճելու և այս բոլոր գործընթացի համար Հիսուս է պետք։ Եվ այստեղ շատ կարևոր մի հանգամանք, որը ուրեմն ես ուզում եմ ցույց տալ, որ այս հակաքրիստոսը չի հավատում, որ Հիսուսը Քրիստոսն է, կամ ոչ թե չի հավատում, նա սուտ է խոսում, նա գիտի, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ես ժամանակին, որ խոսել եմ Քրիստոսի տանապատի փորձության մասին, ես ասել եմ, որ սատանայի համար էր դա, եւ որպեսզի նա իմանա, դու Աստծո այդ որդին ես, թե չէ, որովհետեւ երբ որ նա իմացավ, որ այո, այս Հիսուսը Քրիստոսն է, նա անմիջապես նա եւ իր ամբողջ դիվային համակարգը, բոլոր իր որդիները ճանաչեցին Հիսուսին։ Միտեղ դիվահարը, չէ, խոսած դևը, ասեց, գիտեմ ով ես դու։ Դու ես Քրիստոս, Աստծո որդին։ Բայց Հիսուս նրան
լրացրեց, որովհետև ասեց, որ ես ինչ դա ոչ քո համար է, իմաստով որդի լինել, քո համար չի։ Դու Քեզ չի կորուստի համար վերաբերում։ Այո, ոչ էլ դու պետք է վկայես այդ մասին, դու գիտես, այո, գիտես, բայց հակա Քրիստոսը, ով է ստախոսը ասում է, նա գիտի, բայց ստում է, ուրանում է, ասում է, որ չէ, չկա Մոլորեցնելու նպատակով։ Ես Այսինքն ինչ է ասում, երբ որ չի հավատում որդուն, բնական է, եթե որդուն չես ուրանում ես, չես հավատում, բնական է, որ հայր էլ չկա քո համար, եթե որդի չկա, հայր էլ չկա, հասկանում եք, հայրը եւ որդին իրարով պայմանավորված բան են, որի կենտրոնը ծնունդն է, սերմը, եթե այդ երկուսը կան, ուրեմն եղել է սերմ եւ ծնունդ, հիմա եթե դու որդին ուրանում ես չես ընդունում, բնական է, որ հայրն էլ չես ընդունում, Հովհաննեսը սա հստակ ասում է, մեկը որ որդին չունի, հորն էլ չունի, Եհա, այդպես է, հետևաբար Աստված էլ չունի, այսինքն ծնելիության գաղափարն էլ չունի, ուրեմն բոլորովին հակառակ է անգամ վերստին ծնունդին, այս է, այն կորիզը, որը ես շատ տկար են բարերը, որ կարող եմ արտահայտել, բայց շատ զարմանալի բան է սա, եւ Հովհաննեսը շեշտը դնում է այս հանգամանքի վրա։ Տեսեք, ուրեմն կարդացինք արդեն երկրորդ Հովհաննու վերաբերյալ, բայց ես կուզեմ մի տեղ էլ որ կարդանք, ուրեմն առաջի Հովհաննու այս անգամ 5-րդ գլխի մեջ առաջի Հովհաննու 5-րդ գլխի մեջ նախ առաջի համարը ասում է ամեն ով որ հավատում է թե Հիսուսն է Քրիստոսը Աստվածանից է ծնված եւ ամեն ով որ ծնողին սիրում է նրանից ծնվածին է սիրում սրանով ենք ճանաչում թե Աստծո որդիներին սիրում ենք երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանքները պահում։ Տեսնում եք ինչ հստակ է։ Եթե հարց տանք թե ո՞նց իմանանք թե վերստին ծնունդ կա թե չէ, ասիկ իմացեք։ Բայց ինչ է նշանակում Աստվածանից ծնվածը հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, սա նշանակում է, որ հավատում է ծնելիության, այսինքն հավատում է այն Պետրոսի ասացին, որը երկնային հայտնություն ստացավ եւ դարձավ երանելի, որ դու ես Քրիստոս կենթանի Աստծո որդին, այսինքն ըստեղ ինքը շեշտեց Աստծո ծնելու հատկությունը, որտեղ որդու մասին է խոսքը եւ կենթանությունը Աստծո կայանում է նրանում, որ ինքը ծնում է, մեռած չի, ծնում է, այսրա վրա եմ ուզում շեշտը դնել ես այսօրվա մեր հաղորդման մեջ, որ իմանանք, որ նա ծնում է եւ վերստին ծնունդը այդ նրա ծնելու հատկությունը ունենալու հետևանքն է։ Այսինքն Հովհաննես եղբայր մի հարց տամ, հետո շարունակի, այսինքն ինչա կատարվում, որ շատ դեպքերում այդ սուտը ինչա անում, այսինքն ստել կամ փորձել մոլորեցնել մարդուն, հենց այս հողի վրա, որ վերստին ծնունդը դնում է կասկածի տակ, իսկ դա ճակատագրական է։ Այո, ոչ միայն կասկածի տակ, ինքը շատ խորամանկ է։ Ինքը չի ասում, որ չկա վերստին ծնունդ, ինքը ասում է, բայց դա շատ կարևոր չի։ Դու արարողությունները պահի, կրոնական տեսքդ ամեն ինչ լավ է, դու կփրկվես, բայց ծնելիության մասին դրանից լավ վերստին ծնունդ։ Հենց որ ընդունեցիր, ասեցիր, որ այո, մեղավոր եմ, ընդունում ես Քրիստոսին, ուրեմն վերստին ծնվել ես, վերջ։ Վաու։ Այսինքն նրա այս խորունգությունը, այս կարևորությունը ջնջելն է։ Ով է ստախոսը, բայց ստության հայրը, ով պետք է լինի ուրիշ։ Ստության հայրը եւ իրենները, որովհետեւ իրենները, որ Հիսուսը կոչեց սատանայի որդիներ, նրանք էլ այդ ստության հոգին ունեն։
Այսինքն Հովանես եղբայր, այսինքն ինքնության գաղափարն այստեղ մեջտեղից դուրս գալի։ Այդ իմաստով, որ հարցը, այսպես է, ով ես դու, պատասխան ունես, ով ես դու, ինչով է պայմանավորված քո հոգևոր լինելը, ինչ պատասխան ես տալի։ Այսինքն վերստին ծնվածի փաստը եթե չկա, ես չգիտեմ ով եմ ես, այդ իմաստով։ Դե գիտես ինչ, մեր ով լինելը, սա մենք մեր եսը որ կա, մեր մեղավոր բնույթը որ կա, ինչ-որ չափով գիտենք թե ով է դա։ Աստված ավելի շատ գիտի սրտեր քննողը, բայց մենք էլ մեր ներսում գիտենք, հիմա դուք որ ինձ տեսնում եք, դուք տեսնում եք Հովանեսին իր արտաքին կերպարանքով, այսինքն որպես անձնավորված այս մարմնի մեջ, բայց ես այդ անձին չեմ տեսնում անձնավորված այս մարմնի, ես այդ անձին տեսնում եմ իմ ներսում։ Ես ինձ չեմ կարող տեսնել, ինչպես դուք եք ինձ տեսնում, անգամ եթե հայելու մեջ եմ նայում, շատ դժվար է, որտեղ իմ մեջի իմ գաղափարը, իմ վերաբերյալ, ավելի առավելություն ունի դրսի գաղափարի հանդեպ, ես ինձ իմ մեջից եմ տեսնում, իսկ Աստված ինձ տեսնում է իմ սրտի խորքերում, որ միգուցե ես շատ չգիտեմ էլ անգամ, տեսնում ես ուրեմն ինքնաճանաչությունը, այսինքն մենք մեզ ճանաչում ենք թե չէ, կարող ենք ճանաչել, բայց մեր այդ ճանաչությունը միշտ լինում է հարաբերական, փոփոխական, ժամանակավոր եւ այսինքն անվստահելի։ Այստեղ խոսքը գնում է բոլորովին ուրիշ բնույթի մասին, գերբնական ծնունդի մասին, որը Հովանեսը չի։ Վերստին ծնվածը Հովանեսը չի։ Սա է գաղտնիքը։ Հովանեսը չի։ Վերստին ծնվածը Աստծուց ծնված հոգի է, որը ունի Աստծո բնույթը, Աստծո էությունը, եւ նա ունի այնպիսի զորություն, որ կարողանում է մեղավոր եսի բնույթը մերցնել եւ փոխարինել նրան։ Հարուցյալ զորությունը սրա մեջ է։ Փոխարինել, ոչ թե այդ մեղավոր եսը բարելավել, չի բարելավում, եթե բարելավել լիներ, օրենքը կկարողանար կատարել եւ Հիսուս պետք չէ լինի, որ մեռնի։ Կամ մեր մեջ բնակություն հաստատի։ Նա մեր մեջ բնակություն է հաստատում ոչ թե մեր անձը պահելու համար, այլ ոչ, կորցնելու համար, որպեսզի փոխարինվի։ Եթե պահենք կկորցնենք, անձի ուրացման եւ խաչի վրա մնալու գաղափարը սա է, եթե նրան ենք ուզում հետևել։ Կամ որ նույնն է Սուրբ Հոգով առաջնորդվել։ Աստծո որդիները չէ որ Սուրբ Հոգով են առաջնորդում, որտեղ նրանով են ծնվել, նրա սերմով են ծնվել, նրան նման են դառնալու, ուրիշ բան չեն կարող դառնալ։ Վերստին ծնվածը ուրիշ բան չի կարող դառնալ բացի Աստծո որդուց։ Սա պետք է լավ է։ Ուրեմն չխառնենք մեր մարմնից ծնված մարմին բնական մեղավոր բնույթ ունեցող եսը, որը դրվում է մահվան ճամփի վրա։ Մեր Աստծո գենի գերությունից ազատված վերստին ծնված էության հետ։ Եվ չփորձենք մեր մեղավոր եսով ձևեր թափել իբր թե Աստծո որդի ենք։ Այդպես չի լինի։ Սրտեր քննողը գիտի։ Ուրեմն Աստծո հիմքը, որ ինքը ճանաչում է իրեններին, սա մեզ բերեց այն հանգամանքին, որ նա ճանաչում է իրեններին եւ իրենների համար է արել, ինքը հայտնվում է իրենների համար, նրանց իրենց այս մեր մեղավոր գենետիկորեն մեղքը շարանգած բնույթի գերությունից ազատելու համար։ Եվ երբ որ գալիս է եւ ազատում է, այսինքն այդ ծնունդն է տեղի ունենում, հնարավորություն է տալիս այս մեր սեփական եսին համաձայնվել, որ մեռնի։ Որովհետև եթե չկա վերստին ծնունդ, ոչ մի ես չի կարող համաձայնվել ուրացվելու կամ մեռնելու կամ խաչվելու Քրիստոսի հետ, անկարելի։ Միայն վերստին ծնունդով է կարելի
մեկնարկել մեր մեղավոր բնույթով եսի մահը։ Ինչու, որովհետև փոխարինող կա։ Եթե փոխարինող չկա, չի ծնվել վերստին Աստծո որդին, անկարելի է, որ եսը համաձայնվի, ասի, հա, եսը մեռն եմ, լավ է։ Ոչ։ Դրա համար նրանք, որ Աստծունը չեն, նրանք չեն կարող փոխարինող ունենալ, այսինքն վերստին ծնունդ գոյություն չունի նրանց համար, դրա համար նրանք իրենց եսով են ապրում և իրենց եսը պահպանում են, չիմանալով, որ պահպանելով կորցնելու են։ Այս է գաղտնիքը վերստին ծնունդի կարևորության և ոչ թե նրա թյուր ըմբռնման, որ հա էլի ինչա, հա վերստին ծնունդ, այդպես չի։ Հիսուս եթե դա այդքան կարևոր չլիներ, Նիկոդեմոսի հարցին մի անգամից չէր փաստի առաջ դնի։ Դա շատ կարևոր էր և չասեց, որ եթե ուզում ես, եթե հարմար լինի, երբ որ կամենաս, չէ, պետք է վերստին ծնվել, հակառակ դեպքում հնարավոր չի, ոչ գերությունից ազատվել, ոչ Աստծո արքայություն տեսնել, ոչ էլ մտնել։ Անկարելի է ուղղակի։ Այս էր Հիսուսի շեշտադրումը, ցույց տալով, որ Աստված ծնելու բնություն ունի։ Եվ իրար կողք զուգահեռ դնելը, մարմինից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի, սա ցույց է տալիս, որ կարող եք տեսնել բնականը և հասկանալ հոգևորը։ Բնականը մենք տեսնում ենք ինչպես է լինում, չէ՞։ Երեխաներ ենք ունենում, թոռներ ենք ունենում, ամեն ինչ տեսնում ենք։ Այն նույնն էլ հոգևոր առումով է։ Անհրաժեշտ է սերմ, որպեսի ծնունդ մեջտեղ կա։ Այդ ծնվածը փաստում է, որ կա ծնող որպես հայր և ինքն էլ որպես որդի, ուրեմն հայր որդի, համար ասում է մեր բանը նրա հետ է, հոր և որդու հետ է, այսինքն ծնունդի հետ է։ Եվ իհարկե, որպես Աստծո որդի, աճելով, դառնալու իր հոր նման։ Ի տարբերություն մեր, որովհետև մենք որքան էլ գենետիկորեն բաներ ենք շարանգում մեր ծնողներից, համենայն դեպս մնում ենք մեր անհատական անձը ունեցող անձնավորություն։ Մեր անգամ մատնահետներն են տարբեր, նման չեն մեր ծնողներին։ Մենք տարբեր են։ Ունենք գենետիկորեն մեզ ժառանգած շատ բաներ, ոչ միայն մարմնական տեսանկյունից, ապա նաև շունչի մակարդակի վրա, բնավորության, չգիտեմ, տարբեր տեսակ բաների, խոսելաձևի, նիստուկացի, շատ բաներ ժառանգում ենք, ապա նաև հոգու մակարդակում, որը չենք տեսնում, որտեղ ինչ որ հոգի է տեսանելի չէ, դա տեսանելի է դառնում շունչի հետո նոր մարմնի միջոցով, նա թաքնված է, անգիտակից է, նա, բայց կա, այդտեղ էլ կա բաներ ժառանգելու, մենք ժառանգում ենք մեղքի օրենք, մեղքի օրենքը ժառանգում ենք մեր ծնողներից, հենց երկնքից չի ընկնում մեր վրա, երբ որ պատահի, այդպես չի, այս սա է այն խորունքը, խորհուրդը, շատ անգամ մեծ խորհուրդ է գոչվում, որ մենք հավատացյալներս պետք է իմանանք և Աստվածաշունչը ընթերցենք այս տեսանկյունով և շատ հարցեր մեզ համար կդառնան թարմ, նոր, ուտելիք, որով մենք կաճենք և ավելի մեր ճահճացած վիճակից դուրս կգանք։ Ամեն։ Ուրեմն ես նաև ուզում եմ շարունակել այդ 5-րդ գլխի, մենք դեռ մի փոքր ժամանակ ունենք, 5-րդ գլխի 6-ից 8 համարներն եմ ուզում կարդամ, որտեղ ես ասացի, որ այդ 7-րդ համարը փակագծերի մեջ դա ավելացված է, բայց
այստեղ շատ հետաքրքիր բան է ասվում։ Սա է, որ եկավ ջրով եւ արյունով Հիսուս Քրիստոսը ոչ թե միայն ջրով, բայց ջրով եւ արյունով եւ հոգին է վկայողը, որովհետեւ հոգին է ճշմարտությունը։ Շատ հետաքրքիր է այս Հովհաննեսը գիտի ինչ է ասում։ Որովհետեւ երեքն են որ եւ այս 7-րդը ես չեմ ուզում կարդալ, անցնում եմ միանգամից 8-ին, երեքն են որ վկայում են հոգին եւ ջուրը եւ արյունը եւ այս երեքը միաբան են։ Իրական բնօրինակ ձեռագրերը այսպես են։ Այս ինչ որ փակագծի մեջ է, իրականում չկա, դա ասում եմ, ես ինքս տեսա ինչպես է կողքից ավելացված լուսանցքի մեջ ինչ որ այդպես լատինական բաներով եւ այլն։ Այստեղ շատ հետաքրքիր է ջուր, արյուն, հոգի այս հասկացողությունը, որովհետև խոսքը նորից ծնունդի մասին է։ Իրես ինչ է այստեղ շեշտվում, ծնունդի process այդպես է, ջուրը կա, ջրեր են հոսում, հետո արյուն է գալիս, հետո շունչն է գալիս, հոգին է գալիս, այսպես է նկարագրում ծնունդը։ Շատ հետաքրքիր է։ Հետևաբար կարող ենք որտեղ կարդանք դες նույն գլխի մեջ նայեք ես մի բան էլ ցույց տամ ինչպես արդեն կարդացինք սա բայց շարունակենք երրորդ համարից, երբ որ ասեցինք, որ որդիները սիրում ենք, երբ որ սիրում ենք Աստծուն եւ նրա պատվիրանքները, որովհետեւ սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք եւ նրա պատվիրանքները ծանր չեն։ Ինչ շատ են հարցնում, ասում են Հովհաննես եղբայր, բայց ինչ ճիշտ չի էլի, որովհետեւ շատ ծանր են։ Ես ասում եմ ծանր են, որովհետեւ դու ուզում ես քո եսով պարտադրանք որպես կատարել Աստծո պատվիրանք։ Այդ հնարավոր չի, ոչ միայն դժվար է, այլ հնարավոր չի, ասում է Աստծո խոսքը, որտեղ եթե հնարավոր լիներ, Քրիստոս Հիսուս մեռավորը։ Բայց եթե սիրում ես այդ պատվիրանքը, հեշտ է։ Այսինքն սիրելն էլ է պայմանավորված վերստին ծնունդով։ Ամեն։ Առանց վերստին ծնունդի չկա։ Որովհետև միայն Աստծո որդին է սիրում։ Աստծո պատվիրանքը, որտեղ Աստծո պատվիրանքը պահել նշանակում է նրան նմանվել։ Այսինքն Աստծո որդու աճն է դա։ Բնական աճը։ Այո։ Այն պայմանով, որ մեղավոր ես բնույթ ունեցող այս Հովհաննեսը մեռնում է։ Այ վերստին ծնունդի գաղտնիքը եւ շարունակում է ասելով, որովհետեւ ամեն ով որ Աստվածանից է ծնված, նորից մի նշան հաղթում է աշխարհին։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Աստծո որդու հավատքը, հիշեցնեմ ձեզ։ Ոչ թե որ հավատում եմ, որ Հիսուսին հավատում եմ, շատերն են հավատում, բայց վերստին ծնունդը Աստծո որդու հավատք է տալիս, Աստծո որդու հավատք, որ առաքյալը ասում է հիմա, որ ես մարմնում, ես մեռա, խաչվել եմ, այլևս ես կենդանի չեմ, հապա Քրիստոսի մեջ, բայց քանի ես մարմնով եմ, Աստծո որդու հավատքով եմ ապրում, այսինքն իմ մեջ վերստին ծնված նոր արարածը ունի հավատք, եւ այս հավատքը Աստծո որդու հավատք է, որտեղից է այդ հավատքը, դա Աստծո սերմից, Աստծո խոսքից է գալիս, այդ սերմի մեջ կա։ Այո։ Եթե այդ սերմի ծնունդը չկա, այդ հավատքն էլ չկա։ Հովհաննեսը կարա հավատա Հիսուսի գոյության, Աստծո գոյության եւ սատանան էլ է հավատում։ Այս չի կարևորը, վերստին ծնունդ, նորից ծնունդ։
Այս պատճառով է, որ ես ուզում եմ շեշտը դնել, որ մենք երբ որ խոսում ենք Հիսուսը Քրիստոսն է կենթանի Աստծո որդին, այդտեղ տեսնենք Աստծո ծնելիության զորությունը։ Երբ որ խոսում ենք հոր եւ որդու մասին, տեսնենք ծնելիության գաղափարը, որտեղ առանց ծնունդի չկա ոչ այր, ոչ էլ որդի։ Սա է այսօրվա իմ շեշտադրումը։ Ասում է, եւ ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդին է։ Այսինքն, ինչ է նշանակում, հավատում եմ Հիսուսն Աստծո որդին է, ոչ։ Դու դրանով ասում ես, որ Աստված ծնող է, նա կարող է ծնել եւ անհրաժեշտ է որ ծնի, որովհետեւ առանց այդ ծնունդի դու չես կարող հավատալ, որ Հիսուսը Աստծո որդին է, որտեւ որպեսի հավատաս Հիսուսը Աստծո որդին է, պետք է ծնունդի փորձառություն ունենաս եւ հաղորդակից լինես Աստծո որդու բնույթին։ Դա էլ այս վերջի համարով ավարտենք, ուրեմն առաջի Կորինթացիս 1:9 ասում է, հավատարիմ է Աստված, որի ձեռքով կանչվեցաք, ում ձեռքով կանչվեցանք, ինչ որ աստվածաբանական դպրոցի ձեռքով, կամ չգիտեմ, մեզ համոզեցին, ասեցին արի հովիվ աշխատի, չէ, Աստծո ձեռքով կանչվեցաք, եւ ինչ, ուր կանչվեցաք, դեպի նրա որդու, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդության, այսինքն մեր իր որդիական բնույթին հաղորդ, սա նշանակում է նրա հետ նույնանալ, հաղորդինել որդիական բնույթին։ Ամեն։ Ոչ թե նրա հետ հաղորդակից լինեմ, որպեսզի գնամ ինչ-որ բաներ հրաշքներ անեմ եւ այլն, սա հետևանք է։ Կարևորը հաղորդակից լինել նրա որդի լինելուն, հետևաբար հաղորդակից լինել նաեւ ծնունդի, որովհետեւ չկա որդի առանց ծնունդի։ Ամեն։ Ավասիկ, ուրեմն երբ որ ասում ենք Քրիստոս է Աստծո որդին, մենք անմիջականորեն շեշտում ենք նրա ծնունդի գոյությունը, Աստծո սերմի գոյությունը, Աստծո խոսքի գոյությունը, նրա ծնելու հատկությունը, որից ծնվում ենք, այդ մասին Պետրոսն է խոսում, բանը շատ կա է, որ կարող ենք բանալ, եւ չմոռանանք, որ բնական է, որ Աստծուց ծնվածը հոգի է, նա ունի նույն Աստծո որդու բնույթը, եւ այդ բնույթը ունի հարության զորություն մեր մեղավոր բնույթը մերցնելու եւ նրան փոխարինելու, որից հետո այս մարմինը կդառնա նրա տաճար, այս մարմինը կդառնա նրա գործիքը, ձեր անդամները Աստծո գործիք կդառնա, եթե առաջ մեղքի գործիք էին, այսինքն Հովհաննեսի մեղավոր բնույթի գործիքը, հիմա ուրիշ բնույթ եկավ ընդեղ, փոխարինեց եւ այս նույն անդամները դարձան նրանը։ Ամեն։ Ամեն։ Եվ սա աճ է։ Աճ է։ Ուրեմն ասկան եղբայրս շնորհակալ եմ այդ համբերության համար, որ լսեցիք, իմ համար անկեղծ ասեմ բավական դժվար էր այս թեման շոշափել, որովհետև իմ մեջ շատ խորը տեղեր է գնում, բայց ես փորձեցի խմբավորել հնարավորին չափ բարձեցնել եւ մեկ ժամվա մեջ ներկայացնել։ Դու գրեթե չեմ չափազանցնի ասելու, որ մեկ տարվա թեզը մեկ ժամում ներկայացրեցիք, որտեղ իրոք շատ խորն է սա, եւ անկեղծ ասեմ Հովհաննես եղբայր, սա թեմա է, որի մասին շատ չի խոսում կամ եթե խոսվում է շատ այսպես նեղ կարելի ասել կոնտեքստով, բայց շատ կարևոր, իրոք վերստին ծնունդի գաղափարը
ես էլ եմ նկատում, որ նկատվում է, որ դա միշտ հարցակման տակ է, այսպես ասած, հարցակման տակ է եւ շատ այսպես ուշադրությամբ խավարի աշխարհը հետևում է սրա ուրեմն կեղծելու, շեղելու մտադրությամբ եւ ես մի պարզ բան հիշեցի, երբ որ Հիսուս աղոթում էր, հանկարծ աշակերտներից մեկը նկատեց, որ այս աղոթքը, որ Հիսուս անում է, շատ տարբեր է իրանց ավանդական դարձած աղոթքից, հրեական, եւ խնդրում է Տիրոջը, որ աղոթք աներ սովորացնի, որովհետեւ նկատում է, որ իրանք, որ աղոթում են, շատ տարբեր է Հիսուսի աղոթքը իրանց աղոթքից, եւ Հիսուսը սովորացնում է հայր մերը, առաջին իսկ նախադասությունը երկու բառով, հենց ձեր այսօրվա թեման է, հայր մեր, որովհետև նրանց համար շատ անծանոթ էր այդ տեսակ աղոթքը, հայր հասկացողությունը, հայր, եթե հայր, ուրեմն ծնունդ է տեղի ունեցել, ամբողջ վերստին ծնունդի գաղափարը հենց այդ առաջին երկու բառի մեջ էր սահմանված, հայր մեր, շատ խորն է, որից հետո արդեն մնացած կետերը, որոնք ասա ես դաշկիր բան եթե թույլ տաս ուրեմն մի քանի րոպե ուրեմն Հիսուսը սովորեցրեց մեզ ասել հայր մեր, բայց ինքը այդ հայր մերը չի կարող աղոթել, իր համար չի։ Բայց նա շատ որոշ դեպքերում ասում էր հայր, այսինքն այդ հայր ասելն էր, որ իրանց Գիտես, երբ որ Մարիամը գնաց հայտնաբերեց նրան որպես պարտեզբան եւ հետո Հիսուսը ակնհայտորեն դարձավ ճանաչելի, դա էլ իր հարության մարմնի տեսակն էր, կարող լինել ճանաչելի եւ ոչ ճանաչելի, կարող էր լինել տեսանելի եւ անտեսանելի, հարությունից հետո տեսակ բնույթ ունի եւ երբ որ դարձավ ճանաչելի, Մարիամը իր սովորության համեմատ ոնց որ առաջ նետվեց, որ ողջագուրվի կամ ասենք ոտքերին, ինքը ոտքերին էր պատահ։ Հիսուս ասեց, մի մոտեցիր ինձ, մի դիպչիր, որովհետև ես դեռ իմ հոր մոտ չեմ գնացել։ Այսինքն, ինքը ասեց, որ առաջվա պես չի լինելու այլևս, ես ձեզ ինձ հետ հարաբերելու համար ավելի բարձր մակարդակի եմ բերելու։ Երբ որ ես բարձրանամ հորս մոտ, ինչը որ եղավ, ինքը բարձրացավ, համբարձվեց եւ հետո վերադարձավ որպես Սուրբ Հոգի մեր մեջ բնակվելու, այդ ժամանակ մենք ուրիշ ձևով ենք իր հետ վերաբերվում, հոգեվոր բարձր մակարդակով։ Բայց այդտեղ ասածից պես շատ հետաքրքիր մի բան ասեց. ես գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ, շատ հետաքրքիր է, չի ասում մեր հոր մոտ, մեր Աստծո մոտ։ Ինչու, ես ասեմ ինչու իմ համոզմամբ, որովհետեւ ինքը բացարձակորեն Աստծո որդու մոդելն է։ Բայց այդ ժամանակ Մարիամը եւ մյուս որոնց եղբայրներ ակոչում, եղբայրներին գնահասա, նրանք վերստին ծնունդ չունեին դեռ, որովհետև Հիսուս դեռ որպես Սուրբ Հոգի Պենտեկոստեի օրն վերադարձավ մեր մեջ բնակվելու, դա է ստեղծում Սուրբ Հոգու ուրեմն ծնունդ։ Եվ նրանք իրենց վիճակի մեջ էին, դու գիտես, որ ինչ-որ տեղն էլ խռոված եւ այլն չէին հասկանում ինչ կատարվեց, Հիսուս մեռավ գնաց, բայց երբ որ ինքը եկավ որպես այդ հոգին, որը ծնունդ բերող հոգի է սերմով, վերստին ծնունդ տալու, դրանից հետո այդ հայրը դարձավ նույնը, ինչպես Հիսուսն էր հայր ասում, այնպես վերստին ծնված Աստծո որդին ասում է հայր, նույնն է այս անգամ, բայց այն ժամանակ, քանի վերստին ծնունդ չկար,
իմ հայրը ուրիշ բնույթ է, ձեր հայրը ուրիշ, ձեր հայրն է, այո, բայց դա կնույնանա, երբ որ դուք Աստծո որդու ծնունդը ունենաք, այդ իրականության մեջ կնույնանաք իմ հետ, երբ որ դուք նույնանաք իմ հետ որպես որդի, ձեր հայրը կդառնա նույնը, բայց հələ որ դուք եւ ես տարբեր ենք։ Ամեն։ Դրա համար զարմանալի է, որ Հիսուս ասեց դուք այսպես աղոթեք, հայր մեր, ասածը ճիշտ է, ընդհանուր բոլորի հայրը, որպես այդպես տեսեք ձեզ, որպես որդիներ, բայց այն ինչ որ ինքը աղոթեց 17 գլխի մեջ Քանայապետական ոչ ոք չի կարող այդպես աղոթել, ոչ ոք, որտեղ դա միակն է, ինքը միակն է և այդ միակ հարաբերությունը ուներ իր հոր հետ, բայց ասում եմ վերստին ծնվածը, որը կանչված է, այսինքն ունի այդ նույն բնությունը, ինչ որ Քրիստոս, խոսքի հոգին է, բանի հոգին և կյանքն է, նրա համար հայրը նույն աղբյուրն է, որը արտահայտեց այդ բանը արարչությունից առաջ ծնեց, ավասիկ ես փորձեցի sense մի բարդ ստեղծել այդ երկուսի միջև։ Այո, ամեն այդ դեպս մեզ լուրջ մտածելու, խորելու եւ նորից վերանայելու այսպես այս նպատակը դա է, ես կարծում եմ ասում դա է, որ մենք վերանայենք, որ մենք ավելի թարմացնենք, ավելի թարմ սնունդ ուտենք։ Ամեն։ Շնորհակալություն Հովհաննես եղբայր, Տերողնի ձեր շատ, այս թեման շատ կարևոր էր, սիրում ենք քեզ եւ խնդրեմ ձեր աղոթքով ավարտենք այսօրվա եթերը։ Շատ լավ, Տեր Հիսուս, մենք գիտենք, որ քեզ նմանվելու կարիքը կա և քո անունով է, որ խնդրում ենք մեր երկնավոր հորից, որպեսզի այն աճը, որը միայն ինքը կարող է մեզ տալ, շարունակաբար գործի մեր հետ, մեր կարությունները հաղթահարելով, այն հավատքի փորձությունները, որ դու մեր առջև դնում ես հայր, մեզ աճեցնելու համար, քո ողորմությունը նրանում է, որ մեր կարողությունից ավել չես փորձում մեզ, և միշտ մի դուռ բաց է մնում, որպեսզի կարողանանք հաղթել և աճել, և այդ է հաղթանակը, այսինքն այն հավատքը, որը ծնվում է Աստծո խոսքից, նա որպես սև և ունի ծնելու և վերստին ծնունդ տալու այդ հատկությունը։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, որ կերակրում ես մեզ։ Քո փառքի համար թող լինի ամենը, ինչ որ տեղի է ունենում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք քեզ Տեր։ Փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, կրկին շնորհակալ ենք այսօրվա թեմայի համար։ Ես չէի ասի, որ բարդ է, եթե ես միշտ այս խոսքը ասում եմ, այս թեման կհասկանա այն մարդը, որ իրոք վերստին ծնված է իր մեջ, սա ոչ թե միայն ուղղորդում է, այս խոսքը ոչ թե միայն ուղղորդում է, այլ նաև քաջալերանք է, ցուցիչ է, երբ որ ինքը հասկանում է, ես հենց այս ճանապարհի վրա եմ, ինձ համար շատ հարազատ է այս խոսքը եւ ուրախություն է ապարգևում նրան հոգու մի նոր ուրախություն, մի թարմություն եւ ես նամակներից էլ դա նկատում եմ շատերը իրոք հիացմունք են վերապրում հենց այս թեմաների մեջ այնպես որ շատ շնորհակալ ենք Հովհաննես եղբայր այս քաջալերական խոսքի համար Նորից քեզ տեսնելու փափագով ասում ենք ցտեսություն Տերողնի ձեզ շատ Փառք Տիրոջը Սելի քուրեր եղբայրներ այսպեսին են մեր եթերը եւ այսօրվա խոսքը ուղիղ բառից բուն իմաստով վերաբերում էր վերստին ծնվածներին եւ նրանք եթե հանկարծ նկատում են որ ինչ որ բան պետքա
թարմանա նրանց մեջ եւ ինչ որ բան կասկածելի էր դառնում կարծես թե այսօր ավելի այս խոսքը հաստատում է նրանց կյանքում իրենց վերստին ծնված լինելու կամ չլինելու այսպես բաժանարար սահմանագիծը եւ վստահ որ շատերին կօգնի որ իրոք վերստին ծնունդ վերապրեն տիրոջ մեջ եւ շարունակեն իրենց հոգեվոր ընթացքը եւ աճը Քրիստոսում։ Տեր օրհնի ձեզ շատ, սիրում ենք ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։